ստեղծում է վտանգ էթնիկ խմբի կյանքի առողջության համար եւ տվյալ խումբը ստիպված լքում է իր բնակավայրերը, դա հանդիսանում է ցեղասպանություն, հանցագործություն մարդկության եւ մարդկայնության դեմ։ Եվ դուք այսօր հանդիպում եք մարդկանց հետ, ովքեր մասնակցել են այդ ցեղասպանությանը։ Երբ որ Արցախում տեղի էր ունենում ցեղասպանություն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբում էր միջազգային հանրությանը, թե արցախահայության կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն պահին մի ամբողջ ժողովուրդ ենթարկվում էր ցեղասպանության։ Հայաստանի իշխանությունները որևիցե աղերս չունեն հայ ժողովրդի հետ։ Եվ այսօր այստեղ գտնված կազմակերպությունները հիշեցնում են ամբողջ աշխարհին, հիշեցնում են եվրոպական համայնքին, որ մենք չենք հրաժարվի Արցախից, երբեք։ Ումները հասել են նրան, որ կարող են հրապարակային սեփական քաղաքացիներին իրավունքից հրաժարվելու կոչ անել։ Այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանափակված է մարդու իրավունքներով։ Մարդու իրավունքների ոտնահարումը Հայաստանում ամենուր է։ Հայաստանում ձերբակալում են մարդկանց հարցազրույցներ տալու համար։ Ցուցարարների վրա նետում են նռնակներ, որի արդյունքում մարդիկ ստանում են ընդհանուր անդառնալի վնասվածքներ։ Հայաստանում ժողովրդավարությունը ընդամենը քող է, որի ներքո իշխանությունները ավտորիտարիզմից